Այս վերջերս էլի մի բան եմ հասկացել։ Այս կյանքն են շուտ հասնում, որ դու ես հասկանում։ Այսօր հարցնում եմ մելնեն, ասում եմ, մել ծորամսի քանիսն է, ասում է 15-ն է։ Ասում եմ, ոնց արդեն 15-ն է, թե 16-ն է, տենեմ եք, 16-ն է։ Հա, նենց շուտ հասնում նոյեմբերն էլ պրծանք, եսա նոր տարի ենք նշում, հալելույա։ Ու տենց բան ես հիշում էլի, են Սողոմոնի խոսքերն ես հիշում, այս կյանքը մի հատ գոլորշի է։ Անցնում է, չկա, պսես փուչա, գնաց, անցավ պրծավ, մի բան կա հաստատ ես կյանքում, ժողովուրդ ջան, որ այս մարմինը թողելու ենք, այդ մի բանը հաստատ է, չէ, մի հատ բան հիշեցի, ուրմեն ամուսիններ են, տղամարդը վատանում է, նենց արդեն կյանքը մազից կախված, շտապօգնությունը գալիս է, տանում է հիվանդանոց, տուգումներ են անում եւ այլ, կինն էլ մտնում է սենյակ, ասում է, լսեք, մի լավ ու մի վատ նորություն ունեմ, բայց երևի առանձնանանք։ Բժիշկը կնոջ հետ առանձնանում է, ասում է, լսի, քո ամուսինը իրականում սենց շատ վատ վիճակում է։ Ինքը իր կյանքը մազից է կախված։ Ամեն բան կարա ավարտվի իր կյանքը, բայց մի հատ լավ լուր կա։ Ասում է, այդ մի բանը որ անես, ինքը կապրի երկար տարիներ։ Ասում է, այդ որն է, ասում է, լսի իրան, ընդհանրապես ստրես պետք չի։ Ինքը ընդհանրապես պետք է ստրես չունենա իր կյանքում։ Պետք է չգաս ինչ-որ իրանից բան պահանջես։ Դու պետք է չգաս իրան ինչ-որ մի հատ բան ասես, պետք է չասես զիբիլը տարթափի, պետք է չասես այս բանը արա, այս դարագելը փչացածը, պետք է ընդհանրապես ինքը ստրես չունենա իր կյանքում, պետք է ինքը գա դու արդեն բանը, ճաշը պատրաստած լինես, որ ինքը գա նստի հանգիստ հաց ուտի, պետք է երեխեքին հեռու պահես, իրանից որ չներվայնացնեն իրան, որպեսզի ինքը երկար ապրի, Մսկինը սենց արդեն շոկի մեջ նորից մտնում է ամուսնու մոտ, ամուսինն ասում է, հա, ինչ ասես բժիշկը։ Ասեց պիտի մեռնես։ Իհարկե կատակ սեներս, բայց այս մի բանը հաստատ է։ Բոլորիս համար։ Այսինքն գալու է մի օր, որ այս մարմինը թողելու են գնանք։ Ու ընդհանրապես, եթե գիտենք սա, Եթե ես այդ գիտեմ, որ գալու է այդ օրը, ու ես եթե գիտեմ, որ ժամանակ այնքան շուտ է անցնում, որ ես էլ չեմ պատկերացնում, ախար եթե այդ ամեն ինչը գիտեմ, ուրեմն պիտի մի քիչ հետևություններ չանեմ, պիտի ասեմ տե ջան, ուզում եմ այնպես կյանք ապրեմ, որ էֆեկտիվ լինի, որ մաքսիմալ է, էլի այդ կյանքից կարենամ հանեմ, սենց ասած, հա։ Եթե Աստծո մեջ ենք, ուրեմն մաքսիմումը Աստծո արքայության համար գործենք, հա, այս պիտի մեր նպատակը լինի, ժողովուրդ ջան։ Համաձայն եք իմ հետ, հա, ուրեմն էֆեկտիվ կյանքն է կարևորը, սիրելիներս, ու ես գիտեք հավատում եմ, որ մի հատ ընթացք է գալիս, այն Եղիայի ասած անձրև եմ լսում, խշխշոցի ձայնը գալիս է, բայց չենք տեսնում հլա, այն իրա ծառային ուղարկում է Սարը ասում է հլը գնա տես այդ անձրև ուր մնաց, 7 անգամ բարձրանում է, 7-րդ անգամ նոր գալիս ասում է, լսի մի հատ փոքր ամ տեսա, ասում է, ահա, գնա ասա, որ էսա գալիս է այդ անձրևը, որ ջրեղեղը չգա վրա հասնի, թո պատրաստվեն։ Ժորժ ջան, միգուցե այդ ամպն էլ չենք տենում, կամ միգուցե այդ ամպը տենում ենք, ահա, այս ամպն է։ Աստված ասում է, անձրևը գալիս է, լսում եմ ձայնը, պատրաստենք, ժողովուրդ ջան։ Պատրաստենք, որովհետև Տերը գործ ունի։ Ու ես հավատացած եմ, որ մեր Տերը, եթե ինչ-որ մի բան սկսել է, ուրեմն ավարտին էլ հասցնում է, համաձայն ես իմ հետ։ Ես սրան վստահում եմ, որովհետև իմ Աստծո ռեսուրսները անսահմանափակ են։ Ամեն։ Աստծո զորությունը չի պակասել։ Այսօրվա թեման սիրելիներս լցված ու կնքված։ Այդ էֆեկտիվ կյանքի համար այսա պետք է։ Լցված եւ կնքված։ Ինչ եմ ուզում դրանով ասեմ, սիրելիներս։ Գիտեք, բոլորս էլ լցված ենք։ Ամեն մեկս ինչ որ բանով լցված ենք։ Մեկը մի քիչ սրանից, մյուսը մի քիչ նրանից, բայց բոլորս էլ ինչ որ բանով լցված ենք։ Իսկ եթե մի բան լցված չի, հավատացած եղեք, որ շատ երկար չի տևի այդ ժամանակահատվածը, մինչև մի բան լցվելու է։ Մեկը պետք է լցվի, ուզես թե չուզես։ Ու գիտեք, ես մի բան եմ հասկացել, որ այդ լցված լինելը կարա բարի բաներով լինի եւ կարա չար բաներով էլ լինի։ Ու այդ չար բաները, եկեք պարզ խոսամ, հա, դիվական աշխարհը գոյություն ունի։ Դիվական աշխարհը գոյություն ունի, ինքը պարապ չի։ Ու սենց մի հատ պատկերացում ունեմ, որ սրանից մի տարիներ առաջ Սատանեն հավաքում է իր դևերին, ասում է, ինչ անենք, ես եկեղեցին էթալով ավելի ազորանում։
Այս եկեղեցին ավելի է շատանում, մարդիկ սկսում են ապաշխարել Աստծուն գալ, ինչ կարանք անենք, ասում են դե մենք չենք կարա կռվենք իրանց դեմ, հնարավորություն չունենք, եկեք ուրիշ բան անենք, եկեք բաժանենք, եկեք բաժանենք, որ այդ մարդիկ, որ այդ բաներով լցված են, ուրիշ բաներ լցնենք դրա տեղը, մեկին մի քիչ նախանց, մեկին մի քիչ հպարտություն, մեկը մի քիչ ագահություն, մեկը մի քիչ չներում, մեկը մի քիչ բարկություն, եկեք սրանցով լցնենք, իրանք կբաժանվեն, ու երբ որ բաժանվեցին, վсё, իրանք արդեն պարտվել են, Ժորժան, այդ չար ոգիները, որ լցվում են, այսինքն օթից չի գալի, գիտեք, մենք դուռ ենք բացում իրանց համար։ Ու այդ դուռը, որ մենք բացում ենք, մի բան եմ ես ասենց ասած, նկատե Աստվածաշնչում, որ էսի համար մեկ պատճառներից է լինում, ու դա չներումն է։ Որ մենք ուղղակի չենք կարում ներենք, ոխ ենք պահում մեր մեջ, զայրույթ ենք պահում մեր մեջ, ինչ որ մեկի նկատմամբ այդ բանը մեզ ներսից ուտում է։ Ու այդ բանը, որ կա, դուռ է բացում սատանայի դևերի համար։ Ու երբ որ դևը գալիս է մեզ լցնում է, մեզ պատում է, ասենց ասեմ, հա, գրավում է մեր կյանքի ինչ-որ մի մաս, սկսում է ասենց այն բաների նման խաղացնել, սկսում է փոխել մեր մտածելակերպը, սկսում է փոխել մեր արժի համակարգը, սկսում է ասել, այդքան կարևոր չէ, ինի ավելի կարևոր է։ Երկրորդ Կորինթացիների երկրորդ գլխում տեսեք, Պողոս ասում է, եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլ կներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, այս Պողոսը բաներ հասկացե։ Եթե ես ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում, Քրիստոսի առաջ, որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։ Հեսեք Պողոսն ասում է, եթե չես ներում, դու սատանայի առաջ դուր ես բացում։ Ու Պողոսն ասում է, ես ներում եմ մենակ հենց սրա համար, ժողովուրդ ջան, որովհետև գիտեմ այդ սատանայի գործելակերպը։ Հակոբոսն էլ է սրա մասին խոսում, ասում է, բայց Հակոբոս 3:14, բայց եթե ձեր սրտերում դառը նախանց ու հակառակություն ունեք, մի պարծեցեք եւ ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերևից չէ իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական։ Դիվական ասում է, դառը նախանց, հակառակություն, չներում, ասում է, սենց բաներ, եթե ձեր մեջ կան, ժողովուրդ ջան, ոչ չի բանով, մեկ պարծենա, Պողոսի խոսքերն է մեզ ուղղված, ժողովուրդ ջան։ Եթե մենք մեզ քննում ենք, տենում ենք սենց բաներ մեր մեջ, ոչ մի բանի մեջ պարծենալու տեղ չունենք։ Իսկ եթե պարծենում ենք, ուրեմն իմանանք, որ դա դիվական։ Եփեսացիների 4 գլուխ, եթե բարկանանք, մի մեղանչեք։ Թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի տվեք։ Պարզա չէ։ Պարզա չէ։ Էսի ուղակի, որպեսզի մի հատ սենց նախաբան, որ պարզ լինի մեզ բոլորիս, որ լծված կարանք լինենք նաև սենց բաներով, ժողովուրդ։ Ու եկեք, այս երկրորդ մասն էլ հասկանանք, հա, որ այդ չարն էլ կա, վատն էլ կա, բայց բարին էլ կա։ Բայց նկատել եմ, որ այդ բարին էլ անգամ ընենց ենք կարում սենց բաժանենք, որ այդ բարուց արդեն մենակ են էքստրեմներն ենք վերցնում, ու այդ ինքը իրանից արդեն չարն է էլի ներկայացնում։ Ինչ նկատի ունեմ սրանով այս ասելով։ Տեսեք, եկեղեցիների 3 տեսակ են բաժանել։ Երբ որ ասում եմ եկեղեցիների 3 տեսակ, նկատի ունեմ մարդկանց, հավատացյալների 3 տեսակ եմ նկատել։ Առաջի տեսակը վարդապետական եկեղեցիներ։ Տեսեք, հոգու լեցունության մասին եմ խոսում, որ այդ իրանից է գալիս էլիս, այս վարդապետականը։ Հիսուսը մի հատ խոսք ասում, ասել, երբ որ ես գնացի, հոգուն կուղարկեմ ճշմարտության հոգուն, ու նա ձեզ ամեն բան կհիշեցնի, ինչ որ ես ձեզ ասեցի։ Խոսեցի, այսինքն խոսքի այդ վարդապետական հիմքի վրա կառուցված եկեղեցիա ու իրանց համար գլխավորը խոսքն է, վարդապետությունն է ու դրանից այս կողմ բան չկա։ Գիտեք ինչ եմ նկատել, այսպիսի տեսակները մի քիչ sense հատկություններ ունեն։ Հարցնում ես ուրախ ես, քուրես, աղբերս, ասում եմ շատ ուրախ եմ, Տիրոջով ցնծում եմ։ Ասում եմ, բա քո դեմք ինչ ես ասել հլա։ Այս տեսակը, գիտեք, շատ լավ տեսակ է, շատ կարևոր է։ Այո, Տիրոջ խոսքի վրա պիտի հիմնված լինենք, ամեն։ Տիրոջ խոսքով պիտի շարժվենք, բայց սա միսիոն է։
Սա միսիոն է, մենք պիտի կառուցվենք դրա վրա։ Այո, ասում է Պողոսը, որ գիտությունը գոռոզացնում է, հպարտացնում է, բայց սերը շինություն է տալիս ամեն։ Եվ գիտեք, այստեղ մի քիչ այդ ոնց են ասում, հակումը կա, որ այս տեսակի հավատացյալները գալիս են խոսքով, իմաստությունով, գիտությունով, լոգիկայով ու հանկարծ մեկը մի ուրիշ բան ավելի համոզիչ ասում, իրանք տրվում են դրան նորից, որովհետև իրանց համար լոգիկան է գործել։ Ու այս տեսակները սենց մի քիչ ոգևորված շարժվում են ամիսներ, տարիներ ու կամաց սենց զգում են, որ ախր չէ, ինչ-որ մի բան պակաս է էլի իմ կյանքում, ընկնում են դեպրեսիաների մեջ, ընկնում են ինչ-որ մտածմունքների մեջ եւ այլ, որովհետև մենակ գիրն է իրանց համար։ Մենակ գիրն է կարևոր։ Սա միսիոն է, սիրելիներս, նորից եմ ասում, լավ բան է, բայց էքստրեմ է, եթե մենակ սա է։ Երկրորդ սյունը որ կա, երկրորդ տեսակը որ կա, գրավիչ եկեղեցիներն են, ավետարանչության համար վառվող եկեղեցիներն են։ Այն որ իրանց համար ամենակարևորը այն է, որ ժողովուրդ ասեք մարդկանց, որ կա փրկություն Քրիստոսով։ Ասեք մարդկանց, բաց չթողեք, բռնելեք, ասեք։ Կարևորը իրանց համար այն է, որ անպայման Տիրոջ խոսքը փոխանցեն, ավետարանեն, որովհետև մի բան են հասկացել։ Կա դժոխք ու կա դրախտ։ Ու տեսեք, ես շատ անգամ էլի սենց ինձ հարց են տվել, ասել եմ, լավ, ինչքան կարելի է մարդը եսասեր լինի, ինչքան կարելի է մարդ չմտածի կողքինի մասին, որ գիտի, որ կա դժոխք, որ գիտի, որ այդ դժոխքը հաճելի վայր չի, ու գիտի այդ դժոխքը հավիտենական է, կարևոր է, ու ոչ մեկին չասի սրա մասին։ Եթե քո մեջ համոզմունքը կա, եթե դու հասկացել ես, որ սա ճիշտ է, որ էսա, բա ոնց կարաս ուրիշին էլ չասես դրա մասին։ Էդի նույնն է, ոնց որ փողոցում կանգնած ես, տեսնում ես մի հատ մեկը անցնում է փողոցով եւ 18 տոննայանոց մի հատ մեքենա է գալի, ոնց որ չգորաս ասես, աղբեր զգուշ։ Ավտոն եկավ։ Այդ նման է։ Մի քիչ երկար, sense ժամանակահատվածով, հա, տեսած։ Ու այս քրիստոնյաները, այս կարգի մարդիկ, այս ավետարանչությունով ես լծված, գիտեք, 99-ին թողում են, վազում են մեկի հետևից, ու ես շատ լավ եմ հասկանում ու շատ լավ եմ գիտակցում։ Մի անգամ մի հատ sense դեպք ելավ մեր հետ Իտալիայում, երբ որ արձակուրդ էինք, հայերեն պլյաժ ոնց են ասում, լողափում Դանիելը կորավ։ Գնացել էին լողանալու, ես էլ հետևը պարկած էի, մելն են գալիս է Դավիթի հետ, ասում եմ ոնց Դանիելը ստե չի, ասում եմ ոնց Դանիելը ձեր հետ չէր, ու տենց խառնվեցինք իրար, խուճապի մատնվեցինք, հիմա թողել եմ սաղ վազում եմ։ Մարդիկ ասում են ինչ է, ես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև տղեսակոր է, հետը իր հետևից եմ, կապ չունի ով ինչ ասում այդ պահին, երևի թե լավ բաներ են ասում, լսին դեղա, չեմ լսում ես, ոնց որ սենց անջատված փորձում եմ գտնեմ տղուս։ Ու ինչքան էլ աբսուրդ թվա, չէ, բայց ես չասեցի այդ ժամանակ դե լավ մեկին էլ ունեմ։ Աբսուրդ է, չէ։ Բա որ Աստված ասում է, եթե 99 կթողի մեկի հետևից կգնա, այս է ժողովուրդ ջան։ Ու այսպիսի քրիստոնյաները էսի շատ լավ են հասկացել։ Ու գիտես, երբ որ տեսնում է այդ քրիստոնյան, որ մեկը կորած է, կողքից գալիս են, ավել բաներ են ասում եւ այլ, ինքը որ իր ամբողջ ուշքի միտքը այդ մեկն է, ինքը ժամանակ չունի մնացածների համար։ Գաղութեցին, ախպեր թողես։ Կարա մի բան, ժամանակ չունեմ ես։ Կարանք սենց անենք, դրա վախտը չի։ Էսել կա, այո, շատ լավ է, շատ կարևոր է, Տիրոջ այն մեծ հանձնարարականը, որ տվել է, որ պիտի մենք դուրս գանք աշխարհ եւ ավետարանենք, աշակերտենք, Տիրոջ խոսքը փոխանցենք, դա իհարկե այդպես է, բայց եթե մենակ հիմնվում ենք սրանց վրա, խոսք չկա, վարդապետություն չկա, մենակ սենց ասած ավետարանում ենք, չգիտենք էլ ինչ ենք ավետարանում, բնականաբար սիրելիներս սա էլ է մի էքստրեմ, հա, սրանով էլ կարանք լծված լինենք։ Եվ երրորդը եկեղեցիների տեսակներ որ կան,
Խարիզմատիկ եկեղեցիները։ Այս այն եկեղեցիներն են, որ Սուրբ Հոգու կրակը գործում է, որ Սուրբ Հոգու օծությունը թափել է, որ կապ չունի խոսք, կապ չունի ավետարանչություն, մեզ լավ լինի։ Ներկայությունը զգամ, Տիրոջ հոգին գա ինձ պատի, Տիրոջ հոգով լցվեմ մենակ, այս սեներս լավ բան է, կարևոր բան է, սա էլ է սյուն, սա էլ պիտի լինի, այո, Տիրոջ խոսքը, Տերն ասեց, խոսքս վերցրեք, դուրս եկեք գնացեք ավատարանելու, բայց սպասեք մինչև հոգու զորությունը առնեք։ Այսինքն տեսեք հանձնարարականը առանց այս երեք սյուների չի կարա գործի։ Եվ եթե ես ասում եմ հանձնարարական, նկատի ունեմ այն փաստը, որ այո, անձրև կա, ձայնը լսվում է, Տերը բան է պատրաստել, ու ասեն թե ժողովուրդ աշխարհով մեկ է բան պատրաստել։ Սրանից տասնյակ տարիներ առաջ, երբ որ լսում էր այդ մեծ արտությունը երկրներում, Ամերիկայում, Եվրոպայում, ուրիշ երկրամասերում, որ մուսուլման երկրներում որ կատարվում են, կամ հիմա էլ որ կատարվում են, ժողովուրդ ջան, այդ հենցնես չի գալիս։ Տերը բան է պատրաստել։ Այդ օրերն են նորից գալիս, որ Տերը պիտի թափի իր անձրևները, որ Տերը պիտի գործի զորավոր ձևով, ու Տերը մշակներ է ման գալիս, հոգով լցված, որպեսզի այս երեք կետերի վրա հիմնված լինեն, խոսքով հիմնված, ավետարանչությունը չմոռանան, բայց հոգու զորությունը նաև առնեն։ Ամեն, հոգու օծությունը առնեն։ Գիտեք, վտանգ է այս խարիզմատ եկեղեցիների, սենց ասեմ, մի քիչ այն է, որ մենակ եթե օծությունն է պատում, այդ օծության քողի տակ շատ անգամ խոսքներ է ծռվում։ Խոսքներ է ծռվում, բայց միևնույն ժամանակ է ժողովուրդ ջան, եկեք էս էլ հասկանանք, որ առանց այդ հոգու զորության, այդ հոգու ներգործության սա սուտ է։ Մի բան ասեմ։ Եթե մարդ եկել է Աստծուն զուտ ինտելեկտուալ սկզբունքով, այսինքն մեկը ավետարանել է խոսքը ասել անենց գիտուն, այնպես համոզիչ ձևով, որ ինքը ընդունել է դա, հավատացած եղեք, անցնի ժամանակ մեկ ուրիշը ավելի իմաստուն է գա, ավելի իմաստուն խոսքեր ասի, ինքը դրան է էթալու։ Բայց այն մարդը, որ այդ հոգու ներգործությունը վերապրել է, այն Աստծուն հանդիպել է, ինչքան էլ ուզում ասես, լսի տենց չի, ախպեր, ես եմ տեսել, ես եմ վերապրել։ Ինձ ուզում ես ասես իմ փորձառությունն ու իմ տեսածը, իմ վերապրածը սուտ է, չես կարա համոզես։ Այսինքն սիրելիներս, տեսեք, ինչ կարևոր բաներ են սրանք, որ մենք պիտի դրա մեջ էլ լինենք, որ այո, խոսքի մեջ հիմնված, վարդապետության մեջ կանգուն, հաստատ չշեղվելով, որ Տերը խոսքը տվել է, իր խոսքը գրված է ու դրանով ենք մենք շարժվում։ Միևնույն ժամանակ չենք մոռանում մեծ հանձնարարականը, որն է այն իմաստը Աստծո արքայության, որ մարդկանց բերենք այդ լուրը տանք։ Եվ այդ ամենը միայն ու միայն կարա գործի հոգու զորությունով, հոգու ներգործությունով, Տիրոջ ուղղություն տալով։ Ամեն։ Եվ այս սրանով եկեք լցվենք, ժողովուրդ ջան, ու տեսեք, մի հատ էլ փոխեք, այն տենը մեկ են երանգյունը փոքր։ Էդ էլ այն եկեղեցին է, որ Աստվածաշունչն է խոսում դրա մասին։ Աստվածաշնչյան եկեղեցին։ Աստված իհարկե այս խոսքը մի քիչ ուրիշ կոնտեքստում ասի, ինչ որ Աստված միացրել է, թող մարդը չբաժանի, տղամարդ եւ կնոջ կոնտեքստով է, բայց այս խոսքը նաև սրան էլ կարանք վերագրենք։ Աստված այդ երեքը միացրել է, բայց մենք զորով ուզում ենք բաժանացնենք, չէ մեր համար խոսքն է կարևորը։ Չէ մեր համար ավետարանչությունն է կարևորը, չէ մեր համար հոգու զորությունն է կարևորը։ Ժողովուրդ ջան, երեքն էլ կարևոր են։ Առանց ինչ որ մեկի, առանց այդ երեքսյուների աթոռը կընկնի։ Ամեն։ Տեսեք, եւ այս երեքի մեջ, երբ որ մենք հարատևում ենք, երբ որ մենք այս երեքի մեջ ցենց հաստատ կանգնած ենք, Աստծո խոսքը տալիս ենք ուղիղ ձևով, ավետարանչությունը չենք մոռանում, հոգու զորությունը հագնում ենք ու գործում ենք ու մի քիչ տարօրինակ էլ կարա թվա, ինքստինքյան մենք սկսում ենք ցենց մի տեսակ կոմպրոմիսների գնալ, որ կարող է սխալ հասկանա, կարող է սենց չընդունի, կարող է այնց չընդունի ու քաղաքականացնում ենք մի տեսակ։ Աստծո խոսքը դառնում է ինչ որ ասում ես քաղաքականություն, բայց ասել ես ժողովուրդ ջան, այս դարում դու չես կարա Աստծո խոսք հարոզես առանց քաղաքական դառնալ։ Ավտոմատ լնում է, ինչ էլ ասում ես, քաղաքականացրեց։ Ասում ես Աստված այր ու կին։ Ախպեր քաղաքականացրեցիր, տենց բաներ մի ասա։
Լավ է, շարունակեմ։ Ինչ ասում Աստծո խոսքը մեզ, ժողովուրդ։ Պողոսը արդ հիմա մարդկանց եմ ձգտում, թե Աստծուն։ Կամ ուզում եմ մարդկանց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։ Պողոսն ասում է, որն է մեր նպատակը, ինչ որ մեկի դուրը գալ։ Այնց անել, որ այդ մեկը ասի, հա լավն է։ Գիտեք, կա երկյուղ մարդկանցից, վաղ մարդկանցից, կա երկյուղ Աստծուց։ Եվ եթե այդ մարդկանց երկյուղը կա, ուրեմն այդ Աստծո երկյուղը պակաս է։ Ու եթե կա կատարյալ Աստծուց երկյուղ, չի կարա այդ վախը մարդու նկատմամբ լինի։ Գիտեք, ես չեմ խոսում դրա մասին, որ կարծիք չենք հաշվի առնում։ Դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ, ինչ որ անում ես, իրան ես ուզում հաճեսնես։ Իրան ես ուզում ցույց տաս, մարդուն ես ուզում դա ասես, թե անում ես, որովհետև Աստծուն ես ուզում հաճեսնել։ Եվ Պողոս հենց սրա մասին է խոսում, ասում է, լսեք, անիմաստ է թվում։ Ոնց կարամ ես մարդկանց հաճեսնելով Աստծո դուրը գամ։ Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, որ այս եկեղեցում այդ խոսք ասած հասկացողությունը, Աստծո խոսք ասած հասկացողությունը շատ բարձր է դասվում։ Ու մենք անընդհատ ենք հորդորում, որ ժողովուրդ ջան, կարդանք, սնվենք այդ խոսքով, բացենք այդ Աստվածաշունչը, տեղեկանանք, որ չխափնվենք, որ մեզ ուրիշ բաներ չհամոզեն, որ ստեղի կանգնած դել խոսա, ինչ որ բան չհամոզի, այլ ես իմ համար իմ Աստծո խոսքը կարդալով ստուգեմ ամեն բան եւ բարին պահեմ։ Ու գիտեք, այդ Աստծո խոսքով վերջի վերջո, երբ որ կարդում ենք, լցվում ենք այդ երեք սյուներով։ Եթե մենք փակ չենք, ինչ որ արդեն նախապես չենք սենց ասած մեր միտքը վարժեցրել, որ չէ, ես մի բանը այդքան կարևոր չի, կամ ես մի բանը չեմ հասկանում, դրա համար չեմ ուզում։ Եթե մենք սենց մոտենանք, արդեն միսիոնը սկսեց կաղել։ Բայց եթե մենք մոտենում ենք բաց, որ Տեր ջան, ուզում եմ ամենը, ինչ որ քեզանից է, ուզում եմ 100%-ով, այդ խոսքի մեջ ամեն բան գրված է։ Ու գիտեք, վիճակագրություն կա, վիճակագրություն են չի ասում, վիճակագրություն կա, ես չեմ հնարել կամ չգիտեմ, ինչ որ մեկը չի ասել, չէ, սա փորձել են, մարդկանց ստուգել են, այդ աստվածաշնչյան ընթերցանության հետ կապված, աստվածաշունչ կարդալը, ու հասկացել են, որ այն մարդիկ, այն քրիստոնյաները, որ շաբաթական մի օր են կարդում աստվածաշունչը, ընդամենը մեկ օր կարդալով գրեթե ինչ որ չափելի ազդեցություն չկա իրանց կյանքում։ Շաբաթը մի օր աստվածաշունչ կարդալով ոչ մի բան չի փոխվում, կարճ ասած։ Հետո նայել են այն մարդկանց, ովքեր որ 2-3 անգամ են շաբաթ աստվածաշունչ կարդում։ Այդ 2-3 անգամ կարդացողները ինչ որ միսս նշույլներ կա, բայց չափելու չի, չես կարում չափես, չես կարում ասես, որ լսի, հա, այդ կարդած դրա համար տենց է լավ, չէ, ասում են, դա ուրիշ բանից էլ կարա գա։ Շաբաթական 2-3 անգամ կարդալը։ Ու այն մարդիկ, ովքեր որ շաբաթական 4 կամ ավել կարդում են Աստծո խոսքը, չեմ ասում են, որ շարամախբերը գցում է, այդ մի բանը չէ, դա քիչ է։ Տերը օրհնի քեզ շարամախբեր ջան։ Լավ է, օրվա խոսքը վերցնենք, բայց այդ չի, ինչ որ ասում եմ, Ժորժ ջան, Աստվածաշունչ կարդալը այնա, որ առանձնանում ես գոնե մի 15-20 րոպե, լավ, ասենք, կես ժամ, էլի ինչ կլինի։ Կես ժամ կարդում ես։ Այս վերջերս մի հատ sense շոկի եկա էլի։ Հեռախոսից մեջ sense ֆունկցիա կա, կարում ես տենաս ինչքան է քո էկրանը միացրածել էր օրվա մեջ։ Ժորժ ջան, որ այդ տեսա չհավատացի, ասի, յո։ 3 ժամ Bildschirmzeit էր, ինչ են ասում, էկրանը միացրած վիճակում էր։ Օրվա մեջ, հետո էլ ասում ենք ժամանակ չունենք Աստծո համար։ Դե Ժորժ ջան, իմ այդքան էր։ Կարող է շաբաթվա վերջն է մի քիչ ավելի բարձր լինի, բայց այն որ գործի ես, չես հասցնում երևի։ Չէ, ինչ նկատի ունեմ, այսինքն հաստատ ամեն մեկս, մի հատ այդ որ բացենք տեսնենք, հաստատ կգտնենք այդ 15 րոպեն։ Օրական, որպիսի Աստծո խոսքը բացենք, կարդանք ու լցվենք այդ խոսքով, լցվենք այդ խոսքի հոգով։ Ամեն։ Հալելույա։ Եկեք
Չէ, սենց է չասեմ, ախր ստացվում է, ես ինձ կարող եմ խափեմ։ Չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ես ինձ կարող եմ խափեմ։ Հա, բայց Աստծուն չեմ կարող խափեմ։ Եկեք անկեղծ լինենք Աստծու հետ, ասենք դե ջան, հա, իրոք ունեմ ես այդ ժամանակը, բայց չեմ տրամադրում։ Որովհետև ինձ ավելի հաճելի է կներեք էլի ուղեղս անջատեմ, էկրանի դեմը պարկեմ, ինձ սենց անկապ ուղեղս սիրուն հայերենով ասած բթացնեմ, ինձ այդ ավելի հաճելի է, քան թե մի քիչ ուղեղս աշխատացնեմ, խոսքդ կարդամ, սովորեմ քեզանից, լցվեմ քեզանով։ Հաղորդվեմ քո հետ։ Եկեք անկեղծ լինենք, Ժողովուրդ ջան։ Ու գիտեք, մի հատ ճշմարտություն կա։ Լավ է, ճշմարտությանից անցնել առաջ, էս էլ վիճակագրություն է։ 228%-ով այն մարդիկ, ովքեր 4 անգամից ավել շաբաթական Աստծո խոսք են կարդում, ավելի բարձր հավանականությունը, որ ուրիշների հետ իրենց սեփական հավատքը կկիսեն։ 228%-ով։ 407%-ով ավելի բարձր հավանականությունը, որ աստվածաշնչյան տեղեր կհիշեն։ Հրտեսեք 407%, այսինքն այս են խոսքերն են, որ ընկել ես նեղության մեջ։ Դժվարության մեջ ես ընկել, վիճակը ասենց անհուսալի է ու հիշում ես այդ խոսքը։ Հիշում ես, որ քո Տերը քեզ խոստացել է, որ ես քո հետ եմ, ես քեզ կբարձրացնեմ, ես քեզ մենակ չեմ թողի, կրակների մեջով էլ անցնես, ես քո հետ եմ։ Ամեն։ Էդի պետք է։ Նվազում է 59%-ով հավանականությունը, որ պոռնոգրաֆիա կօգտագործի օգտատերը։ 30%-ով նվազում է հավանականությունը, որ միայնության ու դեպրեսիայի մեջ կընկնի։ Հետեսեք ինչ ցուցանիշեր են, էլի 1/3-ով պակասում է այդ հավանականությունը մենակ այն փաստով, որ դու շաբաթական 4-ից ավել, 4 անգամից ավել, ուղղակի Աստծո խոսք ես կարդում։ Ժողովուրդ ջան, այդ խոսքը կենթանի է։ Այդ խոսքը կենթանի է, այդ խոսքը խոսում է։ Չես հասկանում ոչինչ, կարդա։ Տերը ցույց կտա ու կբացի։ Տերը, գիտեք, ընդհանրապես sense մի բան կա, ախր մեր Տերը մեր հայրն է։ Ու եթե ես իմ որդիների հետ խոսում եմ, բնականաբար միշտ չի, որ իրենք հասկանում են իմ ասածը։ Ու գիտեք, մի լավ հատկություն ունի, օրինակ Դանիելը։ Ինքը կհարցնի այնքան, մինչև այն պատասխանը ստանա, որ իրան կբավարարեցնի, որ ինքը կհասկանա։ Այ ժողովուրդ, բայց երբ որ ինքը հարցնում է, ես էլ եմ էլի արդեն sense մոտիվացիա ունեմ, որ նենց ձևով նկարագրեմ, բացատրեմ, որ հասկանա, որ էլ չհարցնի։ Ախր մեր Տերը, Ժողովուրդ ջան, էլի պապայա։ Կարդում ես իր խոսքը, քեզ բանը ասի, չես հասկացել, հարցրա։ Աղոթի։ Տիրոջը խնդրի թող բացի։ Ու ես ասեմ, իմ սեփական փորձից Ժողովուրդ ջան, բայց իմ սեփական փորձը օրինակ մեկ վերցին, դուք էլ արեք։ Իմ սեփական փորձից ես հասկացել եմ, որ այն բաները, որ կարդում եմ, իմ համար անհասկանալի է թվում, չեմ կարող վերլուծեմ, Տիրոջը գալիս եմ ասում, Տեր ջան, չեմ հասկացել։ Ժողովուրդ, նես ձևերով է Աստված սկսում բացել, ես էլ եմ հետո զարմացած մնում։ Անկեղծ բան եմ ձեզ ասում։ Անկեղծ բան եմ ասում ու ձեզ ասեմ նաև այն բաները, որ բացում է Տերը, հայտնությունն է դառնում քո կյանքում, սկսում է քո կյանքը փոխել ու այս ճշմարտությունն է գործում սիրելիներս։ Երբ Աստծո խոսքը այլ ոչ թե աշխարհը դառնա իմ շաբաթվա մեծ մասը, իմ կյանքը կսկսի փոխվել։ Էսի բացարձակ ճշմարտություն է Ժողովուրդ ջան, ու այս ամենը կարանք վերցնենք մեր համար հիմա։ Հələ տեսեք ինչ մոտիկ է։ Որ Հիսուսն ասում է, Աստծո արքայությունը մոտ է, հələ դե գիրքը բացեք։ Հələ տեսեք ինչ լավ բաներ կա գրված։ Ձանձրանում ենք։ Ստիպեք ձեզ։ Զորով նստեք կարդացեք։ Ախր մեկ գիտեք, որ սենց գալիս են ասում են, չէ, որ կարդում եմ, քունս տանում է, չեմ կարում, սենց էս էլ եմ ինձ բռնացել, որ ժամանակին սենց կոմպրոմիսների հետում, հա դե ոչինչ սենցը։ Հիմա մի քիչ ավելի ռադիկալ եմ դառել, Ժողովուրդ։ Հավեսը չի տալիս, որ կարդաս։ Ով ասեց, որ պետք է հավես ունենամ, ով ասեց, որ ես ամեն ինչ որ անում եմ հավեսով է։ Չէ, ես հասկացել եմ, որ պետք է։ Այդ ով է ամեն օր հավեսով 5-ին զարթնում էթում գործի, հա։
Հավեսով ով է այդ անում ամեն օր, Ժողովուրդ ջան։ Չեմ ասում, որ տենց օրեր չի լինում, որ հավեսով ես անում։ Հա, լնում է։ Փառք Տիրոջ, որ տենց օրեր էլ ալնում։ Բայց եկեք անկեղծ լինենք մեր հետ, այո, բաներ կան, որ հավեսով չենք անում, բայց պետքա պիտի անենք։ Ախար էս էլա դրանից մեկը, որ այդ Աստծո խոսքը պիտի բացեմ, կարդամ, որովհետև հասկացել եմ, ինձ պետքա, ես պիտի լցվեմ դրանով։ Ու եթե ես դրանով չլցվեցի, սատանեն ինձ ուրիշ բաներով է լցնելու։ Ու երբ որ ուրիշ բաներով լցվեմ, իմ կյանքը կսկսի քաոսի վերածվել, Ժողովուրդ ջան, մղձավանջի, հա, սիրուն հայերեն ասացի։ Այդ մի ծափեք տալի, որ սիրուն բառեր օգտագործի հայերեն։ Հալելույա, չէ, անկեղծ Ժողովուրդ, լուրջ է։ Լուրջ բան եմ ասում։ Կյանքի ու մահվան հարց է։ Հիշում եք, չէ՞, սկզբում ասեցի, այդ մի բանը հաստատ է։ Այս մարմինը թողելու ենք։ Ու այդ իմացողը այդ կյանքը նենց կապրի, որ էֆեկտիվ լինի։ Ամեն։ Հալելույա։ Տեսեք, երկրորդ Կորինթացիների առաջի գլխում Պողոսը հետևյալ խոսքերն է ուղում։ Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը եւ մեզ օծողը Աստված է։ Բոլորիս Ժողովուրդ ջան, այն օծությունը, որ դու ունես, Տիրոջից է։ Որ մեզ նաև կնքեց եւ հոգու պատկանելությունը մեր սրտերի մեջ դրեց։ Ուրիշ բառերով ասած, նա իր հոգին դրեց մեր սրտերում եւ կնքեց մեզ։ Այսինքն լցրեց ու կնքեց։ Լցրեց ու կնքեց։ Էսի գովաս չի։ Ժողովուրդ ջան, քարոզի համար եմ խմել, թե չէ, տենց բաներ չեմ խմում։ Լցրեց ու կնքեց։ Հալելույա, Տերը օրհնի։ Լցրեց ու կնքեց, փակեց։ Հիմա այդ աշխարհում ենք ապրում, գալիս է ճնշումները։ Արա ամեն յանից խփուկներեք, ամեն յանից նեղում են, ամեն յանից ճնշում են, սեղմում են, սպաներ են անում, սենց մի կանգնեի վրան, բայց չեմ ուզում մագլցումներ անեմ, Ժողովուրդ ջան, կընկնեմ խայտարակ կլնեմ։ Ուղղակի հավատացեք, ինչքան էլ սենց սեղմեմ հիմա, ուժը չի հերիքի, որ ես լցրածն ու կնքածը կարենամ ճազմեմ։ Նույնն է նա, գիտեք։ Դաժե անունն էլ է նույնը, Կլաուսն է։ Նույնն է նա, բայց եսի դատար կա ու կնքված չի։ Հեր տեսեք։ Հələ տեսեք, ախար սենց քրիստոնյայի խոսքը ոնց կարած լուրջ ընդունես։ Հա? Հա թե չէ։ Ժողովուրդ ջան, լցվում ենք, Տերը լցրել է ու մեզ կնքել է։ Հիմա ինչքան էլ ճնշեն, ինչքան էլ կողքից ծեղմեն, կայուն ենք մնում, հաստատ ենք մնում այն խոսքի վրա, որ մեզ Աստված դրել է։ Ամեն։ Եթե մենք այս մի փոքր բանը հասկացանք ու գործի դրեցինք մեր կյանքում, նորից իմ սեփական փորձից եմ ասում, Ժողովուրդ ջան, բայց իմ փորձով մեկ շարժվի, դուք լարեք։ Տերը մեր կյանքերը սկսում է այնպես փոխել, որ հետ ենք նայում, ասում ենք, Տեր ջան, ինչ մեծ ես դու։ Ինչ, ախար գիտեք, այսպես որ ասում եմ, չէ։ Ախար ապրած մարդը կհասկանա։ Չէ՞։ Չապրած մարդը, ինչքան էլ դու ասես այդ համոզիչ խոսքերը, մեկը չի կարա հասկանա։ Բայց դրա համար եկեք հələ այդ մոտեցումը ուղղակի ունենանք, հələ փորձենք, լցվենք այդ Աստծո խոսքով, լցվենք այն հոգով, որ ինչ ասում խոսքը Ժողովուրդ,
Ինչի համար չկարեցավ այդ արտաքինը ճնշել։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 4-րդ խոսք։ Դուք Աստծուց եք, որդյակներ, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Ամեն։ Եթե ես լցված եմ այդ Աստծո խոսքով, այդ Աստծո հոգով, իմ մեջինը ավելի զորավոր է, բայց եթե ես լցված եմ դիվականով, ասեցի չեն սկզբին 3 խոսքերը, որտեղից է գալիս, չես ներում զայրույթ եւ այլ, դուր ես բացեմ մի խոսքով։ Եթե դրանով ես լցված, միգուցե լցված ես, բայց կնքված չես։ Սեղմեն, ոչ թե մենակ կճզմվես, մի բան էլ կժայթ քեզ։ Մեջինդ ինչ կա կհանես, այն սիրուն խոսքերը կարտահայտես։ Գրեսկոտ։ Այո, ինչ կա դուրս կգա, կժայթքի։ Բարկությունն է, բարկությունը կժայթքի։ Այնքան օշնության խոսքեր կսկսես ասել։ Ով չի վերապրես, բոլորս էլ վերապրել ենք, ամեն։ Բայց երբ որ Տերը այցելում է, ժողովուրդ մենք սկսում ենք փոխվել, նույնը չի մնում ախար։ Ահար չենք կարա ընկնենք 18 տոննանոց մեքենայի տակ ու նույնը մնանք։ Չենք կարա բարձյալի հետ հանդիպում ունենանք, նույնը մնանք։ Չենք կարա այդ տիրոջ հետ հանդիպում ունենանք, բան չփոխվի մեր կյանքում, չի կարա տենց բան լինի, անհնարին է։ Բնական օրենքներին դեմ է։ Ամեն։